Չնայած այստեղ կրկին Փաշինյանն ու իր թիմը մի հետարքիր քայլ էին արել, երեք օրինակ հայտարարություն եղավ ԱԳՆ-ի ներկայացուցիչի կողմից, որ թրիփը գործելու է ԵԱՏՄ-ի տրամաբանության մեջ։ Եկեք միասին տրամաբանենք, այսինքն Եվրոպան փող է դնում ԵԱՏՄ կառույցի գործարկության համար, հա, դա անհնար է, այսինքն այստեղ մենք տեսնում ենք փորձ Սատանի մայլն քանդրբազություն անելու Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից, բայց իրանք մոռանում են, որ սատանային իրանք ուրիշ տեղ պետք է փնտրեն, հա, եւ ոչ թե օրինակ, չգիտեմ, ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Եթե ամեն ինչ լիներ այնպես, ինչպես ներկայացնում են նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ էսա եվրոպական շուկան բացվում է եւ այլն, ապա սրանք յալվար չէին ընկնի, յալվար հատուկ իրանց հարազատ լեզվով եմ ասում, որ դից ավելի հասկանալի լինի։ Յալվար չէին ընկնի, որ ինչ որ մի կերպ բան անեն, էլի հարաբերությունները փորձեն գոնե տնտեսական առումով Ռուսաստանի հետ շտկեն։ Ինչ վերաբերվում է էներգետիկ ոլորտին, ապա ուղիղ հարցին, թե ինչ է լինելու, եթե ռուսական գազը թանկացավ, իսկ ռուսական գազը թանկանալու է, ոչ թե նրանից, որ ռուսները մեզ սիրում են կամ չեն սիրում, ստե ռուսների հարցը չի, ստե մեր հարցն է։ Ռուսաստանը ասում է հետևելը, դու գնում ես Եվրոպա, որը պատրաստվում է մեր դեմ պատերազմել։ Գնա, բայց մեր հաշվին չես գնալու, որովհետև գազի շուկայական գինը 5-600 եվրո է, մենք քեզ ծախում ենք 177-ով։ Ինչի պետք է քեզ ծախենք 177-ով, եթե դու գնում ես թշնամու դուռը։ Գնա, թող իրանք էլ քեզ գազը վաճառեն։ Այստեղ համոզված եմ լինելու է հետևյալ սխեման, որ սրանք ելնելու են ու Ադրբեջանից գազը առնեն, բայց դա չի լինի ադրբեջանական գազ, դա կլինի նույն ռուսական գազը, լավագույն դեպքում պարզապես մի քանի անգամ ավելի թանկ, նացենկեքով։